Առաջինը Քրիստոսից առաջ 15-րդ դարից օգտագործվող խեթալուվիական հիերոգլիֆ արձանագրություններն են։ Այս հիերոգլիֆները, որոնց թիվը շուրջ 500 է, օգտագործվել են հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանում Եփրատի ավազանում, մանավանդ Թեգարամա կամ Թորգոմատուն թագավորության տարածքում։ Մեզ հասել են բազմաթիվ արձանագրություններ պատկերաքանդակների վրա, կնիքների վրա, տարբեր իրերի վրա եւ դրանց ուղղությունը, գրության ուղղությունը եղել է պարուրաձև, այսինքն առաջին տողում սկսում էր աջից ձախ, երկրորդ տողը ձախից աջ, երրորդը դրան հակառակ եւ այդպես շարունակ։ Սակայն գրի վերջնական պարզեցման բացառիկ մի երևույթ տեղի ունեցավ Փյունիկիայում, երբ ստեղծվեց առաջին այբուբենը։ Մոտավորապես հավանաբար առաջին հազարամյակի ընթացքում, առաջին հազարամյակի սկզբին մեր թվարկությունից առաջ, փյունիկեցիները կարողացան ստեղծել 24 նշաններից բաղկացած 24-23 մի քանի տարբերակ կա վաղաձայն նշաններից բաղկացած գիր, որը շատ պարզ հեշտությամբ կիրառել էր այս տառաձևերը կիրառել էին տարբեր հնչյուններ, բնականաբար բառեր, նախադասություններ կազմելու համար։ Հաջորդ քայլը գրի զարգացման բնագավառում համաշխարհային մասշտաբով կատարեցին հույները, որոնք արդեն իրենց այբուբենում ներմուծեցին նաև ձայնավոր նշաններ։ Հետ ուրարտական կամ հետ բիայնական ժամանակաշրջանում օգտագործվում են հնչյունային կամ այբենական գրերը, գրային համակարգերը։ Հայկական լեռնաշխարհում դրանցից առաջինը եւ ամենաերկարատևը օգտագործվել է հունարեն այբուբենը, որն ինչպես հայտնի է բաղկացած է 24 տառից եւ ունի գրության ձախից աջ ուղղություն։ Նախապես այն ունեցել է աջից ձախ ուղղություն, ապա փոխվել է բուստրոֆեդոնի, սակայն արդեն 4-րդ դարում, երբ մակեդոնական արշավանքները իրենց հետ արևելք պետք է բերեին հունական մշակույթը, այդ թվում նաև հունական այբուբենը, հունական այբուբենը վերջնական տեսք էր եկել եւ գրության ուղղությունը ձախից աջ էր։ Ալեքսանդրի կայսրության գոյության եւ նրա ուրեմն քայքայումից հետո առաջացավ հելենիստական պետությունների մի ստվար խումբ եւ հունարենը այս պետություններում վերածվեց իր ժամանակի համար միջազգային տարածված լեզվի։ Բնական էր, որ Հայաստանը, որ ներքաշվեց հելենիստական պետությունների հետ մշտական կապերի մեջ, նույնպես ուրեմն ստիպված էր ընդունել հունարեն գիրը որպես կենցաղային կամ պաշտոնական գրագրության գիր։ Հայկական լեռնաշխարհի հունարեն արձանագրությունների մեջ շատ կարևոր տեղ են գրավում Արմավիրի արձանագրությունները, որոնք չափածով ողբերգության հատվածներ են եւ նույնիսկ հայտնվել է կարծիք մասնագիտական գրականության մեջ, որ դրանք ամենայն հավանականությամբ եղել են հայոց արտավազդ արքայի ողբերգության հատվածները կամ նրա այլ ստեղծագործությունից հատվածներ, որոնք ամբողջովին մեզ չեն հասել։ Իհարկե մեզ ցավոք հայտնի չի ողբերգությունների նյութը, որովհետև պահպանվել են շատ կծկտուր տեղեկություններ, ընդամենը հռոմեացի քաղաքական գործիչ Ցիցերոնի հիշատակությունը եւ հույն պատմիչ Պլուտարկոսի հիշատակությունը, որ արտավազդը գրել է ողբերգություններ հունարեն լեզվով, սակայն սա արդեն խոսուն փաստ է այն մասին, որ Հայաստանում հունարենը լայնորեն կիրառության մեջ էր։ Առանձնակի ուշադրության եւ հիշատակության են արժանի հայոց արքաների դրամները, արտաշեսյան արքաների, որոնք գրվում էին հունարեն լեզուներով, նրանց անունները, տիտղոսաշարերը։ Պահպանվել մեր օրերն են հասել բազմաթիվ նմուշներ, դրամների, որոնց վրա հակառակ երեսին, շիտակ երեսին արքայի պատկերներ, հակառակ երեսին գրությունները արված են հունարեն լեզվով։ Արքայից արքա Տիգրան, արքայից արքա Արտավազդ, մեծն արքա Արտավազդ, Տիգրան եւ այլն նրանց հաջորդների դրամ։ Դրամահատությունը ինքնին արդեն տնտեսական նշանակություն ունեցող կարևոր երևույթ էր, բայց մյուս կողմից ուներ նաեւ քաղաքական քարոզչության բնույթ եւ հունարենով արված մակագրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանում բավականին մեծ շերտ էր առկա բնակչության, որը տիրապետում էր եւ կրում էր հունարեն լեզուն,
Եվ մյուս կողմից իհարկե նաև այն, որ Հայաստանը ներքաշված էր ժամանակի միջազգային հարաբերությունների մեջ, եւ այս դրամները շրջանառության մեջ էին լինելու ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև Հայաստանից դուրս։ Քրիստոսից առաջ 2-րդ դարից սկսած հայկական լեռնաշխարհում կիրառվում է նաև արամեական գիրը։ Սա 22 տարից բաղկացած զուտ բաղաձայնային մի այբուբեն էր եւ կիրառվել է հայկական լեռնաշխարհում ըստ ուսումնասիրությունների մինչեւ արդեն Քրիստոսի ծննդից հետո 2-րդ դարը։ Բավական երկար ժամանակ կարելի է ենթադրել, որ Հայաստանում զուգահեռ գործել են եւ հունարենը եւ ասորերենը։ Քանի որ միանգամից չէր, որ հելենիզմը տարածում ստացավ Հայաստանում, ուրեմն բնական էր, որ ասորերենը կամ արամեերենը շատ արագ չէր, որ դուրս մղվեց, այլ երկար գոյատևեց։ Ու դրա վկայությունը կարելի է համարել այն, որ Արտաշես առաջին արքայի, որը կառավարել է Հայաստանում 2-րդ դարի սկզբներին, նրա արձանագրություններից միակը, որ պահպանել եւ մեզ է հասել, դա հայտնի սահմանակարերն են։ Գրությունը նրանց վրա գրված է արամեերեն լեզվով, Արտաշես որդի Զարեհի Երվանդական կամ Արտաշես արքա բարի։ Այնուհանդերձ պիտի նշել, որ Հայաստանից գտնված արամեատար արձանագրությունները դեռևս հեռու են վերջնական ուսումնասիրված լինելուց եւ դեռևս բավականին անելիք կա այդ ուղղությամբ։ Մասնավորապես վերջնականապես ճշտված չի նաեւ դրանցից մի մասի լեզվական բնութագիրը։ Բնական էր, որ հունարեն լեզուն որպես միջազգային լեզու կիրառվում էր, առավել կիրառվում էր վերնախավի կողմից։ Հայաստանում հիմնական խոսակցական լեզուն շարունակում էր լինել հայերենը եւ ամենօրյա, ասենք, կենցաղային լեզու։ Դրան զուգահեռ կիրառվում էր որոշ չափով նաեւ շարունակում էր իր դիրքերը պահպանել ասորերեն լեզու, արամեերեն։ Եվ այս իրավիճակը հավանաբար շարունակվեց առ մինչև Մաշտոցյան ժամանակաշրջանը, որովհետև եթե հիշենք, որ հայերեն տառերի հայտնաբերումից հետո առաջին թարգմանությունները կատարվեցին հայերեն եւ հունարենից եւ ասորերենից, սա հենց խոսում փաստի այն մասին, որ Հայաստանում լայնորեն կիրառության մեջ էին թե հունարենը, թե արամեերենը։ Կապված Պարսկաստանի տիրապետության հաստատման հետ 387 թվականին Հայաստանի բաժանումից հետո, երբ Արևելյան Հայաստան ընկավ պարսկական տիրապետության տակ, Հայաստանում լայն կիրառություն է ստանում նաև պարսկերենը։ Տվյալ դեպքում օգտագործվել է պարսկերենի միջին պարսկերենը կամ պահլավերենը, ինչպես ընդունված է գիտության մեջ ասել, եւ դրանով գրված փաստաթղթերի մասին մեծ տեղեկություններ է հաղորդում ինչպես Մովսես Օրենացին, այնպես էլ մեր մատենագիրների մոտ կան մի շարք այլ վկայություններ, որոնք եւս հավաստում են, որ արքունական գրագրության լեզուն Արևելյան Հայաստանում մինչև Արշակունյաց թագավորության անկում, այսինքն 387-420 թվականներին եղել է պարսկերենը։ Սրանք են նախաքրիստոնեական Հայաստանի արձանագրությունների երկրորդ խումբը, այսինքն այն գրային համակարգերը, որոնք մեր նախնիները ներմուծել են դրսից եւ օգտագործել են։ 7 գրային համակարգ օգտագործված 2000 տարվա ընթացքում։ Սա բավականին լուրջ ցուցանիշ է եւ ինչ խոսք կարող է մեկ անգամ եւս ցույց տալ, որ հայոց մեջ դպրության աստծո պաշտամունքը պատահական երևույթ չէ։